Բուրդի փաթիլը իբրև միակ հնար։ Առասպելական հազարան բլբուլը ձեռք բերելու համար գնացող բոլոր քաջասիրտ երիտասարդները հենց որ մի մղոնաչափ մոտենում են նպատակներին, այնտեղ քար են դառնում։ Այսպես քարանում են և երկու իրար շատ սիրող երիտասարդ եղբայրներ, մեկը մյուսի ետևից գնալով։ Սրանց միակ քույրը, զգալով, որ եղբայրները մի փորձանքի են ենթարկվել, նրանց ազատելու համար ամեն վտանգ հանձն է առնում և այր մարդու հագուստով, զենք ու զրահով ձիավորվում է և գնում։ Ճանապարհին իջնում է մի ծառի ստվերում, ուր նստած է լինում և մի ծերունի ճգնավոր։ Աղջիկը համբուրում է ծերունու ձեռքը, օրհնություն է առնում, հայտնում է ճանապարհորդության նպատակը և խնդրում է, որ իրան կարևոր խորհուրդներ տա, թե ինչպես կարող էր օգնել եղբայրներին։ Ծերունին, որ իսկապես իրանց պաշտած աստվածներից էր, այդ կերպարանքն առած, ասում է. «Աղջիկս, եղբայրներդ քարացած են, նրանց չես կարող վերակենդանացնել, մինչև ձեռք չբերես հազարան բլբուլը և նրա մոտ եղած անմահական աղբյուրի ջրով չսրսկես նրանց։ Գնացողների քարանալու պատճառը լինում է այն, որ լեռն ի վեր բարձրացողների 4 կողմից հազարավոր ու բյուրավոր աներևույթ բերաններից տասնապատիկ շատ թվով տեսակ ձայներ են լսվում. ինչ աղմուկ, աղաղակ, գոռյուն, գոչյուն, որոտմունք, անեծք, հայհոյանք, սպառնալիք, երգիծանք, ծիծաղ, քրքիջ, կատակ, լկտի բառեր և նույնիսկ փաղաքուշ և սիրաշարժ շշնջմունք և զանազան անասնական և թռչնական ձայներ, առյուծի մռնչյուն, կատվի մլավոց, այծի մկկոց, ագռավի կռավյուն, եզան բառանչ, ցուլի գոռոց, աքաղաղի կանչ, մկան ծվծվոց, վերջապես անթվելի և անհամար ծանոթ և անծանոթ ձայներ, որ լսողի ուշքը գրավեն, շշկլացնեն, շփոթեն և ետ նայել տան։ Ետ նայողը պիտի անմիջապես քարանա։ Այսպիսով քարացել են բյուրավոր մարդիկ, ոչ մեկը գնացողներից ետ չի դառել ողջ։ Ծերունին այս բաները հայտնելուց հետո ասում է. որովհետև դու ամենայն վտանգ հանձն ես առել միայն նրա համար, որ ձեռք բերես հազարան բլբուլը, այս պատճառով ահա Աստված իմ ձեռքով ցույց կտա քեզ, թե ինչպես պետք է այդ անկարելին կարելի դարձնել։ Այդ բյուրավոր ձայները դու չէիր լսի, եթե խուլ լինեիր։ Ես քեզ կխլացնեմ ահա այս մի փաթիլ բրդովս, սրանով կփակեմ ականջներդ։ Երբ որ ձեռքդ կառնես հազարան բլբուլի ոսկե վանդակը, այնուհետև բոլոր ձայները կհամրանան և դու կարող ես բուրդը հանել ականջներիցդ, որ լսես հազարան բլբուլի խոսքն ու երգը։ Կատարելով ծերունու պատվերը, Ֆարիզադան, աղջկա անունն է, հասնում է իր նպատակին։ Բայց առակը զինչ կցուցանե։ Առակս ցուցանե զայն, որ այսօր թե ես, թե իմ ընկերներս այս առասպելական աղջկա վիճակումն ենք։ Մեզ վրա հարձակվող ձայները թե երևելի և թե աներևույթ շատ են և մեկը մյուսից անախորժ ու ականջ ծակող։ Մեզ մնում է հետևել Սուրբ Ծերունու խրատին և ականջներս բուրդ կոխել այդ ձայների դեմ և հանդարտ սրտով բարձրանալ դեպի լեռան գագաթը, դեպի հազարան բլբուլն ու անմահական աղբյուրը, որոնցով կյանք է տրվում քարացածներին։ Չար ձայներն են միայն, որոնք չեն թողնում վսեմ հոգիներին բարձրանալ դեպի առաքինության գագաթները։ Դրանց առաջքն առնելու համար բավական է մի փաթիլ բուրդ, որ ավելի ուժ ունի, քան բյուրավոր չար աղաղակների ժխորը։ Ղազարոս Աղայան, 1911 թվական։